Երևանի քաղաքապետարանը առաջարկել էր ծրագիր, որով որ 10 եւ 17 շենքերի բնակիչներին մենք կվերաբնակեցնենք, այդ տեղերում կկառուցենք նոր շենքեր եւ համապատասխանաբար կփոխհատուցենք արդեն բնակարաններով նույն բնակիչներին, ովքեր որ ունեն 0 դրամ արժողությամբ բնակարաններ այդ հասցեներում։ Այսինքն 0 դրամը պետք է դառնար բնակարան։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այս դատական գործընթացներով խնդիր են ստեղծում, թող իրենց պատասխանատվության բաժինը համապատասխանաբար գիտակցեն, որովհետև ինչքան կարանք եւս 3 տարի այս process-ները իհարկե տանենք, բայց Տիկին Բաբայան անկեղծ ասած, սա ձեզ չի ազատում պատասխանատվությունից, որ դուք հիմա ինձ ասում եք ինչ որ բաներ դատական հայցեր ունենք, որոնք որ մերժվել են։ Դա ինձ չի հետաքրքրում ինչ պատճառով, տեխնիկական, ոչ տեխնիկական, դա ձեր պատասխանատվությունն է եղել։ Իհարկե, բան քաղաքապետ։ Տիկին Բաբայան, հիմա պետք չի էլի պատասխանել։ Հիմա բնակիչները կարան չգիտակցեն, որ այդ շենքը փլվում է ոչ միայն իրենց գլխելը, մի բան էլ կարող է նրանք առհասարակ այդ բաներ կան, չէ՞։ Մի մասը առհասարակ նույնիսկ այնտեղ էլ չի բնակվում։ Հիմա տենանք դատարանով կարող է մի բան ավել։ Հիմա դատարանը որ փորձաքննություն նշանակի, մեկը գնահատի այդ բնակարանները։ Գնահատողը որ մոտենա այդ շենքի ճաքերը տենա, եզրակացությունը կարդա սեյսմիկի, տեսնի 4 ռիսկայնության վթարային շենք է, ի՞նչ է գնահատելու այդ շենքը, կամ այդ բնակարանը, կամ այդ հասարակական տարածքը։ 0.1 դրամ։ Ուզում եմ հասկանամ լավ վերջը ինչ է լինելու, այսինքն ինչ են պատկերացնում, որ այդ ձգձգումներով ինչ պետք է անենք, մոտավորապես էլի դրա վերջը ինչ է։ Ասեմ ինչ է դրա վերջը, եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլվելու են, ուղղակի փլվելու են։ Ու պատասխանատվությունը այո, առաջին հերթին լինելու է նրանց վրա, ովքեր որ ամեն կերպ խոչընդոտում են ծրագրի իրականացմանը, թող բոլորը սենց պարզ շիտակ իմանան։ Մենք նախորդ 2 տարվա ընթացքում մոտ 70 բնակարաններ ենք հատկացրել 70 ընտանիքների։ Երբ պետքա գնայինք ամեն ընտանիքի հետ, տենց գեղեցիկ նկարվեինք մի հատ էլ, որ ցույց տայինք, որ Երևանի քաղաքապետարանը նման ծրագիր է իրականացնում, որ բոլորը իմանան դրա մասին։ Բայց ժողովուրդ ջան, ասենք, ոնց է, ասենք, ուզում ենք ձեզ օգնենք, դուք չեք ուզում մենք ձեզ օգնենք։ Ինչ անենք մենք, լավ։ Կարանք ձեռներներս լվանք, ասենք ժողովուրդ ջան, Երևանի քաղաքապետարանը այստեղ պարտավորություն չունի։ Մենք անում ենք հաշվի առնելով, որ դա մեր քաղաքացիներն են, այն մարդիկ են, ովքեր որ ապրում են վտանգավոր պայմաններում։ Ու ինչ որ մի մասը այդ քաղաքացիները ասում են, չէ, գիտեք, մի 42 քառակուսի մետր ինձ ավել տարածք տվեք, հետո լավ։ Հետո շատ լավ։ Թող դատարանը որոշի փորձաքննություն, բոլոր այն մարդիկ, ովքեր որ դիմադրում են, փորձաքննություններով, իրենց հետ միայն այդ փորձաքննություններով եւ գնահատված արժեքով հարցը կլուծվի։ Չի կարելի այդպես վերաբերվել, հանրային վտանգավորություն ունեցող շենքեր են դրանք։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Պարոն քաղաքապետ, ուղղակի մի դետալ ճշտեմ էլի, այդ որ ասացիք քաղաքացիներ կան ասում են մեզ ավել տարածք տվեք, որպեսզի տպավորություն չլինի, որ ինչ որ մեկին պակաս է առաջարկվում։ Ծրագրի հիմքում սկզբունք էր դրվել, վստահ եմ չի փոխվել, որ առնվազն այն քառակուսի մետրով, որը իրենք հիմա ունեն, առնվազն այդքան պետք է տրվի, կամ ավել ելնելով, որ նոր շենքը կարա ավել տարածք, այսինքն քիչ տարածքի մասին խոսք չի գնում, ուզում ես հատուկ ճշտեինք էլի։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, այո, այդ հատվածը մոռացա նույնիսկ շեշտել, որ այսինքն մենք փաստացի 0 արժեք ունեցող 42 քառակուսի մետր գույքի փոխարեն առաջարկում ենք, ասենք, մի 50 քառակուսի մետր գույք արդեն իսկ նորակառույց շենքում։ Եվ կան մարդիկ, ովքեր որ դիմադրում են, եւ նրանց քանակը այդքան էլ քիչ չի։ Փաստացի 14-ն է 61-ից։ Ինչ ասել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։